Երկին անգամասենք պարտիրոր սերի նորից մոտիկանով մեր ավարտիժան, ես մի քանի որդորներ դյանեմ և որոշ լրացումներ և մի կետեր փոքր բացատրենք, ուրմս առաջի կետը խոսվավ, որ ես ես առաջին ամեն բարեկամներն ենք, ինչ ճանապարհով մարդը պետք է հրասատանա վայելի Աստծո ներկայությունը մինչև հավիտյան։ Մի շատ եղբաներ կուներ, հոգևոր բաները սովորացնում եմ ես Սուրբ Հոգին։ Տեր Հիսուս ասեց, լավ որ ես գնամ, որ ուղարկեմ Սուրբ Հոգին, հոգևոր բաները մարդ չի կարող սովորացնել ձեզ։ Ես ես վերջերս, որ եղա Խավարովսկում, այնտեղ մարդիկ կային, որ աստվածանական բաներ էին սովորում, բայց երկու տարեց մարդ կար, մեկն էլ 14 երեխաներ 81 թոռ, և էլի եղբայր, էլի տարիքով եղբայր էր, այդ երկուսներ անցել էին Սուրբ Հոգու դպրոցը, ոնց որ մի մարդ լինեին։ Հոգևոր բաները մեզ սովորացնում է Սուրբ Հոգին, և Տեր Հիսուս ասեց, լավ որ ես գնամ, և Սուրբ Հոգին կուղարկեմ ձեզ, այս ինչ որ խոսում ենք, ինչ մի բան որ մենք սովորել ենք և ապրել ենք, ամեն մեկս մեր հավատքի չափով, դա մեզ սովորացել է Սուրբ Հոգին։ Ես կուզեմ, որ դուք կապված ընեք Սուրբ Հոգու հետ և իր խոսքի հետ։ Տեսեք սիրելիներ, Սուրբ Հոգու գործը, եթե ուշադիր դու նայեք Սուրբ Հոգի գործը, այս հարազատության մասին, Աստված գիտի, որ մենք ծնվել ենք խորտ բնությամբ։ Մենք խորտ ենք, մենք թշնամի բնությունն ենք Աստծո սիրով։ Եվ Հիսուս իր կյանքը դրեց, որպեսզի այդ խորտ բնությունը փչացնի։ Այդ հավիտենական անհարազատությունը մերցնի մեր մեջ։ Իր խաչելությունը դրա համար է։ Իսկ այդ խաչելությունը քեզ բացելու է Սուրբ Հոգին։ Եվ այդ խաչի սերը քո մեջ լցնելու է Սուրբ Հոգին, ասում է Սուրբ Գիրքը։ Ահա մենք բաց ենք անում Հռոմեացիս թուղթ 5:1 Աստված ինչ սիրով սիրում է քեզ, այդ նույն սերն է դնում քո մեջ, որ դու սիրես իրան։ Արդեն լսեք։ Մանցի հույսը ամոթոր չի ձգել, մանցի Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է հոգու սրբոց երկով, որ մեզ տրվեցավ։ Սա գրված է Հռոմեացիս 5:9։ Աստված իր Սուրբ Հոգու միջոցով է այդ հարստությունը ծնում մեր մեջ։ Մեր մեջ ծնում է երկնային բնություն, ծնում է նոր մարդ, այդ նոր մարդն է, որ սիրում Աստծուն։ Այդ նոր մարդի բնությունն է սիրում Աստծո օրենքները։ Դրա համար սիրելի քույր եղբայրներ, ոչ մեկը չի կարող, հիմա էլ Սուրբ Հոգին ստեղ ներկա է, համոզված եմ։ Սուրբ Հոգին էլ մի աշխատում է բոլորիս վրա։ Իմ վրա էլ աշխատում, քո վրա էլ աշխատում։ Եվ նա նայում է Սուրբ Հոգին։ Ով է ուզում, որ ամի ներքին աշխարհը հավիտենական հարազատություն կառուցի, որ դու հավերժական բնությունը դնում է մեր մեջ։ Տեսեք ինչ բնություն է դնում մեր մեջ։ Այդ բնություն ուներ Հիսուսը որպես մարդ երկրի վրա։ Եվ այդ բնությունը ինչքան հետաքրքիր է, որ եթե դու շարի ուսումնասիրեք Սուրբ Գիրքը, կտեսնեք, որտեղ Հիսուս ինչ իրանից ոչինչ չէր անում։ Ամեն բան նայում էր հորը, և ինչ որ հայրը անում էր էդ էր անում։ Նա որ ծնվել էր հորից, Սուրբ Հոգու ուղղությամբ, իր բնությունը հավերժ մեկացած էր հոր հետ։ Այդ նույն բնությունը Սուրբ Հոգին այսօր ծնել է իմ քո մեջ, ասենք փառք Տիրոջ։ Մենք պետք է հիշեցնենք այդ բնությունը աճի մեր մեջ։ Ինչպես Հիսուսը որպես նոր մարդ աճում էր ամեն օր։ Այդպես էլ Սուրբ Հոգին ծնել է իմ մեջ, քո մեջ
Եվ Պողոս Արաքյալը ցավ էր քաշում, որպեսզի եկեղեցի մեջ այդ երկնային բնությունը կառուցվի, որպեսզի հավիտենական մեկություն լինի։ Չէ՞ որ Քրիստոսի հետ հարազատությունը դա վարքյանական գործ չէ, դա հավիտենական մեկության խնդիր է։ Դա Սուրբ Հոգու սիրո խնդիր է, Աստծո մեջ մեկանալու խնդիր է։ Եվ դա Սուրբ Հոգու ձեռքով է ստանում Աստված։ Այդ հարազատությունը Սուրբ Հոգին է երկնքից եկել քո մեջ։ Մեկը կա քո մեջ, որ երկնքից եկել է, եւ դա ազգության Աստծո Հոգին է քո մեջ։ Ասենք Փարթիրոջը։ Մենք ինչ էին կարևոր այդ Հոգին դրես մեր մեջ։ Մենք ոչինչ չէինք կարելի։ Մենք ոչ մի արժանի չէինք։ Նույն Հիսուսի խաչը, նույն Հիսուսի թափած այրունը, երբ որ նա բարձրացավ երկինք, մտավ անձեռագործ խորան, ներկայացավ իմ ու քո տեղը, եւ մեզ իր մեջ տանելով, մեզ իր հետ հարություն տալով, նստեցրեց երկնավորների մեջ, որպեսզի երկնային բնությամբ հարազատացնի ինձ ու քեզ Աստծո հետ, ասեն Փարթիրոջը։ Եղբայրներ քույրեր, դրա համար ես նկատում եմ նույնիսկ հոգևոր կյանքի մեջ մարդը 30 տարի հաճախում ես եկեղեցին Քրիստոսին, բայց չի հարազատանում եկեղեցու հետ։ Նույնիսկ եկեղեցու բացական կողմը, որ լսում է ուրախանում է։ Ես մի կարևոր նաև կետի մասին պետք է խոսեմ, ինչ պտուղներով նշաններով է արտահայտվում այդ բարեկամությունը մարդու կյանքում։ Ինչ պտուղներով, ինչ նշաններ կարող եք տեսնել մեր մեջ։ Եմ ուզում եմ նայեք ձեր մեջ, տեսեք այդ նշանները կան։ Եթե չկան այդ նշանները, դուք խորթ եք, համ երկնքին եք խորթ, համ խորթ եք Աստծո եկեղեցու։ Մարդ որ հարազատանում է երկնքի հետ, հարազատում է երկնային հոր հետ, իր ներսը սկսում է հարազատանալ, մեկանալ, գնալ դրան։ Դա մի երջանիկ կյանք է, դա մի անսահման քաղցր կյանք է, ինչպես Վրեժ եղբայրը որ խոսեց, որ շատերն ասում են, միթե դա հնարական կարճ է, այո շատ կարճ է, տեսեք Սուրբ Գիրքն ասում է ինչքան կարճ է։ Զանոնք մարդու չմաներով, սիրո կապերով քաշեցին։ Անոնց պարանեցին լուծ համարների պես եւ անոնց, ու անոնց հանգստություն կերծեցին։ Քրիստոսն է ճանապարհը, դուռը, օրենքը ցույց է տալի դրան տեղը, օրենքը դուռը չի։ Օրենքը ասում է հա Քրիստոսն է դուռը, դա սիրակում եւ ասում է գնա նրա մոտ։ Նայա կյանքը, եւ նա կարող է մտնել քո մեջ, եւ քո վրայից մեղքի լույսը, մեղքի բնությունը փչացնի, եւ ինքը ապրի քո մեջ, եւ դու ասես Քրիստոսի խաչ եղա, այլևս ես չեմ կենդանի, Քրիստոսն է կենդանի մեջ։ Մինչև դու չխաչվես, այդ խաչելությունը Քրիստոսի շնորհքից չգա քեզ, քո մեջ Քրիստոս չապրի, դու երկնքի հարազատ չես լինի սիրներ, եւ նա քեզ չի կերակրելու ուղղակի մի փոքր ողորմություն, այլ կերակրելու հավիտենական հանգիստ, դու ես հանգիստ քո գրքի մեջ, սկսում ես վայելել այն հավերժական հանգստությունը, որ պատրաստել է քո հոգու համար իր սուրբ խաչով, փառք մեր Տիրոջը սիրներ, որ միանամերներ Հիսուս Քրիստոսի անունը, որոնք են այդ նշանները սիրներ, մարդու բոլոր վիճակների մեջ անկախ մարդը որ հարազատանում Աստծո հետ, տեսեք սիրներ Հոբը, ինչ ծանր վիճակ էր, 10 երեխայր մացել, ինքն էլ գործնել էր, եւ ոչ մի դժվարություն, ոչ մի օգնություն չկար ոչ մի տեղից, բայց տեսեք նրա ներսի հարազատությունը, ասում էր, թե նա ինձ ստանի է, ես նրան պիտի ուսամ, տեսնում եք, ներսի հարազատությունը, ներսի մտերմությունը դեպի Աստված, ինչպիսին է, չկասկածել Աստծո սիրո վրա, ամենամեծ բանը, հոգևոր մարդը, երբ որ ներսը հարազատություն է կառուցվում, նրա ներսը մտերմանում է այն աշխարհի Աստծո սիրո հետ, որ ինչ է պատահի իրան, նա փառաբանում է, նա գիտի որ Աստված այնքան է սիրել, իր միածին որդին չի խնայել,
Տեսեք սիրելի եղբայրներ, միմիք եմ ուզում ասել, որ դու բոլոր լերությունների մեջ, փորձությունների մեջ, հիվանդությունների մեջ, տառապանքների մեջ գոհացող սիրտ ունենաք։ Որն է դա։ Տեսեք սիրելի, խորը հավատ, երեխայի պես հավատ կապել ստեղ։ Եթե Աստված իր միածին որդին Հիսուս ինքիրեն մարդասներով խաչ ահավոր տառապանքը տարավ։ Դա անբացատրելի տառապանք է, չաշխատեց մեղքի վարձքը, եթե իր միածին որդին, քեզ իրեն հավիտենական հարուսատ դարձնելու համար, քեզ իր հարսը, իր կինը դարձնելու համար, մի մարմին դարձնելու համար, մեկ հոգի էություն սարքելու համար, իր միածին որդուն չխնայեց, եթե իմ ու քո մարմինը կխանգարի դրան, մի մոռացեք, եթե կմնեք փորձությունների մեջ, կմնեք հիվանդությունների մեջ, կմնեք հալածանքների նեղությունների մեջ, դժվարությունների մեջ, իմացեք, մարմինը որ չարչարվում է, մեղքից դատվում է, մարմինը որ չարչարվում է, մեղքից դատվում է, եթե քո մարմինը կխանգարի իրան, նա այնքան է սիրում քեզ, որ միածին որդին չի խնայել, քո մարմնի տառապանքները չի խնայի, որպեսզի քեզ հավիտյան իր հետ մեկնեցնի, դու դրա համար միշտ ամենատեն, ամեն ժամանակ գոհացող սիրտ ունեցի։ Սա հարստության կարևոր նշան է, որ միշտ գոհ է, ասում է Տերը ինձ սիրում է, ես նրա սիրո վրա չեմ կասկածում։ Սա առաջին կարևոր նշան է։ Այն հոգևորները, որոնց ներսը հարաստ է, Սատանանի սեր ժողովրդի հարազատ էր սոխը, սխտորը, միսը, կացաները, բայց Աստված հարազատ չէր իրանց, այսօր ստեղ շատ երիտասարդներ կարող են ստացնեն, իրանց ներսը հարազատ է մեղքի կյանքին, հավիտենական մահվան կյանքին, բայց հարազատ չեն Քրիստոսի հետ, ես կաղաչեմ քեզ, Հիսուսի սիրով, Տերը ներկա է այստեղ, իր հոգի ներկա է, աշխատում եմ քո վրա, համաձայնվի եւ իրան ասա, ես ուզում եմ դառնալ քո սիրո խորան, ես ուզում եմ դու ապրեսի մեջ, ես խաչված եմ, ես ուզում եմ դու քայլեսի մեջ ու ապրեսի մեջ, որտեղ առանց քեզ կյանք չկա, դու ես իմ բաժինը, իմ ուրախությունը, իմ ցնծությունը ես աշխարհում։ Եվ երկրորդ կարևոր կետը, որ ես ուզում եմ թելադրել, մարդ երբ որ բարեկանում է երկինքի հետ, իր համար Աստծո ընտանիքը, որի մասին խոսեց մեր եղբայրը, շատ հարազատ է։ Մենք բոլորս էլ մարդ ենք։ Ես ասել ձեզ եղբայրներ, քան որ ստեղ շատեր անդամներ են, անհավատների հալածանքը, անհավատների, դա մի բաժակ ջուր է, ամենադժվարը եկեղեցու մեջն է։ Եկեղեցու մեջ կլինեն հավատացյալներ, որոնք քեզ չեն հասկանում։ Քեզ մտերիմ կլինեն, քեզ կցավացնեն։ Քո հավատալի մարդը կարող է քեզ թողի։ Սրանք մի մոռացի։ Սրանք բոլոր Աստված թույլ է տալի, որպեսզի քո հարազատությունը ստուգվի եկեղեցու նկատմամբ։ Պատահում է, որ ենթադրենք մի հարց իմ կամքով չեն արել։ Ես ես եմ անում։ Երբ աշխատանքի չեմ գա։ Հարց, ես ընտանիքի մեջ ով ածնել ինձ, ես հենց մենջ չեմ հայտնվել ստեղ, դուք ստեղ հենց մենջ հայտնված մարդիկ չեք, ձեզի Աստված է ծնել, ձեզի Աստված է կտել բերել ստեղ, ձեզի Աստված է իր հոգով օծել, դուք ես ընտանիքի անդամ չեք դարել ձեր շնորհիվ, դարել եք Աստծո շնորհիվ, Քրիստոսի խաչի շնորհիվ, ես ընտանիքի հայրը մեր Աստվածն է, ընտանիքում ինչքան պրոբլեմներ կլինի, Աստված ստուգում է քո սերը դեպի երկինք և դեպի եկեղեցի։ Սա ամենակարևոր նշանն է։ Մի հատ եղբայր ինձ այսպես ասեց, և ես շատ ուրախացել, երբ որ տկար վիճակը դժվել է, ասեց Պավել եղբայր, ինձ Աստված բացառել Քրիստոսի հարազատությունը և եկեղեցին իմ համար ամենահարազատ ընտանիքն է։ Դրից դուրս անեն, լուսամուտից կմտնեն, լուսամուտից դուրս անեն, դրից դես կմտնեն, երդիկից կմտնեն, որտեղ եկեղեցին իմ հորս տունն է փարթի
Սա կարևոր հրազատություն է։ Այս մարդը 30 տարի աղոթելուց հետո թողում է եկեղեցին, 10 տարի աղոթելու թողում է եկեղեցին։ Գնում անգնում այնպիսի վիճակների մեջ, եղբայրներ քույրեր, ես ասում ձեզ, մենք բոլորս էլ մարդ ենք, ես էլ եմ եղել շատ տկարություններ ունեցել կյանքումս, այդպես տկար, թույլ վիճակում եկել եմ պաշտամունքին։ Ես մտքիս մեջ դրել ասում գոնե այդ եղբայրն դեռներ խոսել, ես մի քիչ ողորմություն ստանայի։ Բայց այդ մի եղբայր, որ կրթություն է չուներ, անգրագետ էր այդպես, Սուրբ Գիրքը վերցրեց ձեռքը, երբ որ նա խոսեց, իմ աչքերը բացեց, ես գացի Հիսուսն է խոսում։ Եվ ես մեծ խիթարություն ստացա։ Ես ասեմ ձեզ, չբացակայեք պաշտամունքներից եւ հիշեցեք, իմացեք, ձեր հոր տան մեջ դուք ավելի ապահով կլինեք։ Մի հատ եղբայրս էր ասում, ասում էր, բան չեմ ուզում, թող իմ քուրս, թող իմ կինս տկար լինի, մինան պաշտամունքի գնա, այդ աղոթքի մասնակցի, պաշտամունքների լինի, էլի մի ողորմություն կլինի, էլի մի գիտություն կլինի։ Եղբայրներ քույրեր, ձեր հնարազատ ընտանիքը, եւ այս ընտանիքը ստեղ Աստված ստեղծել, եւ ես շքամտին փառք տամ, որ տարել եմ ոչ թե ինչ որ մի թագավորի ընտանիքի անդամ, թագավորների թագավորի ընտանիքի անդամ։ Այս ընտանիքը հավիտենական ընտանիք է։ Այս ընտանիքը հավերժ ապրելու է Աստծո հետ։ Շուտով այս տիեզերքը ճեղքվելու է եւ իջնելու է Քրիստոս գալ իր հասիերների, որ ես ու դու ենք, փառք սիրներ։ Ուրախացած ցնցա հարս եկեղեցի, գարմուկի հարսանի գովի գարմա, ալելույա նրա, փառք Տիրոջ է։ Ուրախացին ցնցա գարմ հարս գարմուկ հարսի, որպեսզի այս ուրախությունը դու վայելես։ Եվ իմ հավատարիմ, ես որ քեզ կջարդեն, ես որ քեզ կտրորեն, ցավացնեն եկեղեցու մեջ, մի փախի, աշխարհը որ աշխարհը, գիտեք ինչ ասում, ասում որ հարս են բերում, որ նեղացնում են, հարսի որ նեղացեցի վազա վերևի օթախը, այդ իր հարս կլինի։ Բայց այն հարսի որ հանչասի շուտ տուրնա, վազում ու հորտուն է վազում, այդ հարս չի։ Հիսուսի հարսը մենք ենք, եթե մեզ ինչ են ցավացնեն, մենք ուզի մնանք մեր հորտանը, որտեղ մեր հորտունը հավիտենական հարս կա, որ երկինքից իջած է Հիսուս Քրիստոսը։ Փառք մեր Տիրոջը սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի, թող Տիրոջ անունը մեծարվի սիրելիներ։ Մենք մի կանգնենք ոտքի աղոթքի։ Ինչ եմ ուզում խնդրալ բոլորիս, եղբայրներ քույրեր։ Այդ նոր մարդը, որ ծնել Աստված ձեր մեջ եւ բոլորիս մեջ, այդ նոր մարդի սնունդը ավետարանն է եւ Սուրբ Հոգու կյանքի ջուրը։ Կապվեք Սուրբ Հոգու հետ, Սուրբ Հոգին այս խոսքերը կգրի ձեր սրտերի վրա։ Այս Սուրբ Հոգին ձեզ հավերժական սեր կլցնի։ Եվ Հիսուսն էլ աղոթել է, այն սերը հայր, որ դու ունես իմ վրա, նրանց մեջ լինի, փառք Տիրոջը։ Եվ Աստված ուզում է մենք դառնանք Սուրբ երրորդության մեկնության մեջ։ Если բակ շարունակենք, աղոթ կարեք եկեղեցու եղբայրության համար, որ խոսքի դռները բացվին, որպեսզի շնորհք հաղորդեն մեզ, եւ մենք լցվենք Սուրբ Հոգով, առնենք Սուրբ Հոգուց եւ գնանք եւ ուրախանանք, սպասենք մեր փառավոր շուտով Քրիստոս կգա եւ մենք երկնքում կլենք միասին։ Փառք մեր Տիրոջը։